Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 17 Արդեն գցելով ամեն չարությունը և ամեն խաբեությունը և կեղծավորությունը և նախանձը և ամեն չարախոսությունը։ Առաջին Պետրոս 2 խոսք։ Կեղծ ուսուցիչները ներկայացվում են որպես կեղծավորներ։ Հավատարիմ սպասավորները պարտավոր են ժամանակին ընդդիմանալ նրանց, որպեսզի նրանց հիմարությունը բացահայտվելով այլևս առաջ չգնան և չմոլորեցնեն ուրիշներին։ Այն, ինչ նրանք անում էին, ստոր նպատակ ուներ։ Նրանք իրենց աշխարհիկ շահին էին ծառայում կրոնի պատրվակի տակ, որովհետև շահամոլությունը բոլոր չարիքների արմատն է։ Այսպիսիք պետք է դիմադրվեն և ամոթի մատնվեն Սուրբ Գրքի առողջ վարդապետությամբ։ Ամոթալի գործերը, որոնք նույնիսկ հեթանոսների կողմից նախատինք են համարվում, պետք է հեռու լինեն քրիստոնյաներից։ Սուտն ու կեղծիքը, նախանձոտ խորամանկությունն ու դաժանությունը, անասնական և մարմնական վարքերը, ինչպես նաև ծուլությունն ու պարապությունը, այնպիսի մեղքեր են, որոնք դատապարտվում են անգամ մարդկային բանականության լույսով։ Սակայն քրիստոնեական հեզությունը նույնքան հեռու է մեղքն ու սխալը վախկոտաբար անտեսելուց, որքան բարկությունից և անհամբերությունից։ Եվ թեև ազգերի միջև կարող են լինել բնավորության տարբերություններ, միևնույն է, մարդու սիրտը ամեն դարում և ամեն վայրում խաբեբայ է և չափազանց չար։ Բայց ամենախիստ հանդիմանությունն անգամ պետք է նպատակ ունենա հանդիմանվողին փրկելու, որովհետև հավատքի մեջ առողջ լինելը ամենից ցանկալի և անհրաժեշտ բաներից է, իսկ նրանց համար, ովքեր պղծված են և անհավատ, ոչինչ մաքուր չէ։ Նրանք չարաշահում են և օրինական ու բարի բաներն անգամ պղծում և դարձնում են մեղք։ Շատ մարդիկ ասում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց կյանքով իրականում մերժում են Նրան։ Տեսեք կեղծավորների թշվառ վիճակը։ Նրանք ունեն աստվածապաշտության միայն արտաքին կերպար, բայց չունեն դրա իրական զորությունը։ Սակայն պետք չէ շտապել այդ մեղադրանքը ուրիշների վրա դնել, ավելի լավ է զգույշ լինենք, որ դա մեր վրա չկիրառվի։ Կենդանի քրիստոնյաների համար, որոնք հավատքի մեջ հաստատ են և դրանով մաքրված, ամեն բան սուրբ է։ Ուտելիքներն ու ըմպելիքները և այն բաները, որոնք օրենքի ժամանակ արգելված էին և որոնց պահպանումը ոմանք դեռ փորձում են պահել, այժմ այլևս այդպիսի առանձնացում չունեն։ Կենդանի քրիստոնյայի համար ամեն բան սուրբ է, այսինքն թույլատրելի և ազատ գործածման համար։